Շաբաթ օրվանից մամուլը խոսում է մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Իսպիրյանի, նրա որդու և շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ գրոսմաստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալման, ավելի ուշ նրանց մեղադրանք առաջադրելու մասին։ Մանկավարժական համալսարանում էինք, փորձեցինք խոսել, հանդիպել Իսպիրյանի հետ։ Հասկանալ, թե ինչ մթնոլորտ է մանկավարժական համալսարանում և ինչ են պատմում համալսարանականները։ Համալսարանում մթնոլորտն ինչպես է։ Նորմալ, շատ լավ։ Արտարոց բան չեմ նկատել ամեն դեպքում։ Դուք մանկավարժականի ուսանողներ եք։ Այո, ուղղակի ամեն օր դասի չենք, երևի այդ պատճառով չենք կարող ձեզ որևէ տեղեկություն տրամադրել, այդպես տեղյակ չենք։ Նորմալ մթնոլորտ է։ Մենք ոչ մի բանից տեղյակ չենք։ Միայն զբաղված ենք քննություններով ու ավարտական կուրս ենք ու դիպլոմային աշխատանքով, հետևաբար ոչ մի բանից տեղյակ չենք։ Համալսարանում մթնոլորտը լավ է, դասախոսները նույնպես, վստահեցնում է կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի մասնագետը։ Որտեվ համալսարանում բացարձակ ծանր մթնոլորտ չի տիրում, Տիկին Իսպիրյանը մեր գիտական գծով պրոռեկտորն է եւ ես ընդհանրապես բացարձակ հերքում եմ այդ բոլոր փաստերը, որ համալսարանում ծանր մթնոլորտ է եւ այլն, որովհետեւ ուսանողները բնականon ձևով շարունակում են իրենց ուսուցումը։ Մարիամ Իսպիրյանը մանկավարժական համալսարան է եկել որպես ուսանող, 2 տասնամյակ է, բուհում է։ Սվետլանան հերքում է Իսպիրյանի շուրջ արդեն մի քանի օր շարունակվող խոսակցությունները։ Մենք փորձեցինք խոսել Իսպիրյանի հետ, ասացին տեղում չէ, իսկ հեռախոսահամարը անհասանելի։ Գործը հակակոռուպցիոն կոմիտեում է։ Մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանի խոսքով Մարիամ Իսպիրյանին, որդուն և միջազգային գրոսմաստերին մեղադրում են ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախություն կատարելու, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Մանկավարժական համալսարանի պրոռեկտորներից Արմեն Պետրոսյանի խոսքով իրավական գործընթաց կա, որը չեն ուզում մեկնաբանել։ Ապրիլի 18-ին մանկավարժականի պրոռեկտորի որդու հետ ձերբակալվել էր նաև շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։ Նա շախմատ գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրենն է, որ գործում է մանկավարժական համալսարանի կազմում։ Միջազգային գրոսմայստեր Լպուտյանը 7-ից 8 ժամ ձերբակալված էր, նրան ազատ են արձակել երկրից բացակայելու արգելքով։ Մենք հստակ հայտարարել ենք Սմբատ Լպուտյանը, որ նա որևէ դիտավորություն, դիտավորյալ արարք չի կատարել։ Սա ուզում եմ հատուկ նշել։ Ինչ վերաբերում է մնացած ամեն ինչին, եւ հատուկ ուզում եմ նշել, որ նրան չեն էլ մեղադրում կոպիտ ասած, որ ինքը պետության փողերը թալանել։ Այս ուղի եմ ուզում նշել, որ հանգարց այս ուղղությամբ շահարկումներ չլինեն։ Փաստաբանը դեռևս չի բացահայտում մանրամասները, նշելով, որ նախաքննական գաղտնիք է։ Շախմատի ֆեդերացիայից եւս որևէ մեկնաբանություն չստացանք։ Սպասում են քննության ավարտին։ Հակակոռուպցիոն կոմիտեն մեկ այլ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 17-ին ձերբակալել էր պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրփուհի Գևորգյանին և պրոռեկտորներից մեկին։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափի վատնում և խարդախություն կատարելու, նաև կաշառք ստանալու համար։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։